Ինչ են ստանում, որ աշխատում են, ես ոնց է լինում, որ սենց հաջողություններ ունեն։ Բայց դա մեր անձնական գաղտնիքն է, ամեն մեկս առանձին գիտեն, թե ինչի հաշվին, առողջության, թե ներվերի, թե ինչի հաշվին, բայց երբ որ մենք գործը պետք է արվի, ոչ մի բանի չենք նայում։ Ինձ թվում է Հայաստանում ամենաշատը դա վերաբերում է կրթության ոլորտի աշխատողներին։ Եվ այդ իմաստով այսօր մենք իրար ասենք ինչ որ կհանդիմանենք, քննադատություններ կլինեն, անկեղծ խոսակցություն կլինի, բայց բոլորս եկեք պայմանավորվենք օրինակ անձամբ իմ կողմից ես համարում եմ, որ աշխատանքը շատ մեծ աշխատանք ամեն անգամ կատարվում, բավականին լուրջ նվիրվածություն կա կրթության ոլորտի աշխատողների կողմից եւ եթե ինչ-որ թերացումներ կան, դրանք բնական երևույթներ են։ Լավ բանը ես արդեն ասեցի, պայմանավորվեցինք, որ ես աշխատանքը գնահատում եմ շատ լավ։ Օրինակ մի հատ հարց է, գաղտնիք չէ, որ անհեռատես հաճախակի փոփոխվող ոչինչով չէ հիմնավորված քայլերի շնորհիվ հասարակության մեջ հանրապետության նկատմամբ կա բացարձակ անկումային տրամադրություն։ Այս հարցը, ժողովուրդ ջան, արդեն պնդում է պարունակում, ես էլ մաթեմատիկոս եմ, տեսեք, արդեն ելակետային պնդում է արել, որ բարեփոխումները ոչինչով չհիմնավորված են, հեռանկարային չեն, անհեռատես են, դրանով էլ պայմանավորված է, որ մեր վիճակը շատ վատ է, այդպիսի բան չկա։ Սա դեկլարատիվ բան է, պնդում է, ես պատրաստ եմ ոչ միայն այն տարիների համար, որ մենք նախարարի հետ միասին եկանք նախարարություն արված բարեփոխումների տրամաբանությունը ներկայացնեմ եւ հեռանկարնայնությունը նույնիսկ պատասխանեմ այն բարեփոխումները, որոնք կատարվել են մինչև մեզ։ Բոլոր բարեփոխումները եղել են բավականին լուրջ տրամաբանված եւ հեռահար նպատակներով։ Գերազանցության կենտրոնների համար հարց է տրվում, որ 11-15 թվականների համար պետք է ստեղծվել 10 գերազանցության կենտրոններ, ինչը նշանակում գերազանցության կենտրոններ։ Թարգմանված բառ է, շատ անհաջող թարգմանված, բայց թե հիմա մոդայիկ ամբողջ աշխարհը այդ լեզվով է խոսում։ Խոսքը վերաբերում է առաջնակարգ դպրոցների գերազանցության, ես շատ եմ արտահայտվել այդ առիթով, գերազանցության կենտրոն դա այն դպրոցներն են, որոնք առաջնակարգ են։ Հիմնականում բոլոր բաղադրիչներով բավականին բարձրակարգ դպրոցներ են։ Հիմա ես գերազանցության կենտրոնների դեմ եմ եղել միշտ, հիմա էլ եմ դեմ։ Մենք այդպիսի մտածողություն չունենք, մեր մոտ այդպես չի, որ եթե տեսնենք կողքի դպրոցը շատ լավն է, գնալու ենք աշխատենք մեր դպրոցն էլ լավ դառնա։ Այդպես չի, մեր մոտ մրցակցային գաղափարախոսությունը չի աշխատում։ Ես կողմնակից եմ ոչ թե գերազանցության կենտրոններին, այլ առաջատար կենտրոններին, այն կենտրոններին, այն դպրոցներին, որոնք իրենց հետևից մի 10 հատ դպրոց քաշում են։ Անցած անգամ խորհրդակցության ժամանակ մենք խոսեցինք, շատ լավ հիշում եմ։ Ես օրինակ զեկույցի մեջ նայել եմ համագործակցության բաներ կան։ Հիանալի համագործակցության արտասահմանի հետ, մյուսի հետ կազմակերպությունների, բայց մենք դերից պայմանավորվեցինք, չէ՞, ժողովուրդ, մենք ունենք 10 մարզ, եւ այդ 10 մարզը նայում առաջ հերթին Երևանի։ Պայմանավորվել էինք, չէ՞, ամեն մի դպրոց, որ ամեն մարզում գոնե մի հատ դպրոցի հետ բարեկամական հարաբերություն ստեղծի, դա ահռելի մեծ օգուտ կլինի եւ այն դպրոցների համար, եւ այն շոկերին էլ դուք եք երեխեքին ուղարկեք այդ մարզերը։ Հիմա այն վաղը որ ասեցի սաղցապ էիք տալի, խնդրում եմ երկու հոգի բարձրացրեք, ձայն չնայած մի տնօրեն են նոր եկավ, ասեց, որ ինքը ինչ-որ յուղի հետ համագործակցում է։ Խնդրում եմ ասեք, որ դպրոցների հետ եք դուք համագործակցում։ Թող բարձրացնեն, ասեն, ես Սյունիքի մարզում, ես ինչ դպրոցի հետ, ախր դուք չեք հասկանում ինչ է նշանակում յուղի դպրոցի համար Երևան քաղաքն ու երևանցին, չեք պատկերացնում։ Դուք մի անգամ, որ դուք ձեր այդ անպատասխան դպրոցը, ձեր դասատուների հետ գնաք, հանդիպեք, իհարկե իրանց ձեզ կերակրենք, ուրախացնենք, իրանց համար դա դառնում է անգնահատելի ուժ։ Հիմա ուզում եք գերազանցության կենտրոն ստեղծեք, որ ձեր մասին անընդհատ գովեն, ուզում եք առաջատար, ոչ թե առաջնակարգ դպրոց ստեղծեք։ Մենք դառնում ենք ամեն օր այլընտրանքային պահանջատեր
հետևաբար խնդիր լինելու է միշտ, և միշտ է ձևակերպելու։ Եվ շարունակելու ենք նաև իշխանավոր տեսնող լինելով, տեսանող լինելով, նաև թմկահարող հանդիսանալ, որտեղ ունենք այդ խնդիրը, ավելի չունենալու դեպքում անպայման մեր ստեղծագործ միտքը փորձելու ենք ձևակերպել այնպես, որպեսզի մի շարադրանքով անպայման ներկայանալու լինենք և հնչեցնենք այն, որպես թե վաղուց առնջական ժամանակներից եկած մի խնդիր էր, որ պետք է բարձրաձայնել և լուծում չի գտել այսօր։ Սրա մեջ իսեր ասում, որը մեղադրական չկա, թե հնոտի է ասվածը կամ հնարածին է այս կամ այն խնդիրը, ոչ։ Ավելի շնորհակալություն եմ հայտնում բոլոր հարցերի համար, նաև էլեկտրոնային ուղարկված հարցադրումների համար, որոնք սթափության կոչ են նաև։ Ձեր հարցերից մեկը վերաբերում է, որին պարոն Մանուկը չանդրադարձավ, ես ուզում եմ անդրադառնալ անպայման, թե ինչ է նշանակում հոսքով մեր դպրոցի տնօրեններին, աշխատակազմին ապահովել և ուղղորդել այս կամ այն որակյալ կամ կստումների միջոցառմանը, առանձնապես տեղյակ չպահելով տնօրենության նաև թե էցուր պիտի գնաք, որ դահլիճ և ինչ միջոցառման։ Այո, ճիշտ է։ Այո, դպրոցը գլխականակ չէ։ Այո, ճիշտ է, վիրավորված է, այո, ճիշտ է, վիրավորական է։ Ուրախ եմ արժանապատվորել այս օրինակ մտքեր հնչեցնելուն ձեր։ Վստահեցնում եմ, որ փոխանցվելու է պատկան անձանց, մարմիններին, գերատեսչություններին, և շատ լավ եմ նաև հասկանում, որ մի քարնի տիրոջ ծառա է դառնում մեկ է։ Շատ լավ եմ հասկանում։ Վարչական շրջանի ղեկավարների հերթին, քաղաքապետարանի հերթին, կրթության նախարարությունների հերթին, չգիտես կառավարության և այլն, շատ լավ եմ հասկանում։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ, այս ամեն ինչ ասեցա, ուզում եմ կարողանանք ոգևորվել երեկվա բացի լրացման։ Ոգևորվել, որտեղ նախորդ տարի մենք այլ բան էինք քննարկում։ Դուք հնաբնակները դպրոցներում խնդրում եմ հիշեք 4-5 տարի առաջ, ես չեմ եղել, դուք եք եղել, ինչ հարց էիք քննարկում, այսօր ինչ հարց եք քննարկում, որ որակի հարցերն էինք քննարկում, էլի եմ ասում այսօր այնքան լավ դրական երևույթներ կան, որ տեղ հնարածին են դառնում թվարկված պրոբլեմները։ Շատ եմ ուզում, որ մտավորականի կերպարով ու կեցվածքով մնա մեր դպրոցի տնօրենը, ուսուցչակազմը իր լինելիությամբ, իր եսով, իր որակներով, հատկանիշներով։ Ոչ մեկի համար հաճելի չի մտնել դպրոց և ուսուցչի բարձր որակի նկատմամբ կասկած հայտնելով ստուգում իրականացնել։ Մենք հանցագործ ենք փնտրում դպրոցում։ Դպրոցն է, հա պրոբլեմը։ Այս ամբողջ բայց այնքան էլ վիրավորական է և գնում ու փաստը տեսնում ես ասես այ մա Ղամուտ հայլ վերահսողականը գնա դպրոցը ինչի և գնում վերում քեզ ապացուցում է որ քո սիրելի ուսուցիչը իր կոչմանը հարիր չի դրսել ափսոս ամոթ ինչ ասես դե ասես գիտեք ես որպես քաղաքապետարանում աշխատող մասամբ ձեր իրավապաշտպան պիտի լինեմ բայց այդ հնարավորությունը պիտի նաև դուք տաք լիազորությունը պիտի տաք լեզվից հնարավորության սահմանը ձեր որակներով պիտի պայմանավորվի ոչ թե ես ինչ-որ բան թմկահարեմ և ինձ ժպտամ, որտեղ փաստ կա։ Ես ուզում եմ խնդրեմ ձեզ, մնանք յուրաքանչյուրս մեր տեղում և դիրքում մեր կոչմանն արժանապատի, հավատալի, զգոն, ոգևորվենք տարեց տարի առաջընթացով, որն ակնհայտ է, ուզում եմ հաղորդեմ
ձեզ առաջիկա օրերի ծաղիկներով գուցե չգիտեմ, դրամավակ չի համարվելու, կաշապ չի համարվելու, հարցի մեկին նորմալ ընդունել ծաղիկ, ընդիր չի։ Բայց ուզում եմ, սիրելի բարեկամներ, ասեմ, որ հայ ժողովուրդը գիտի ուսուցչի արժեքը, այսօր էլ գիտենք ուսուցչի արժեքը, ես էլ եմ ծնող։ Դուք ուսուցիչ եք, ձեր կոչման հավատարիմ եք և հայ ժողովուրդը հավուր պատշաճի իր գնահատանքը վերաբերմունքը արտաբերելու է։ Կրթության նախարարությունը, քաղաքապետարանը, մյուսներ, իշխանությունների բոլոր խավերը այս օրերին ուղերձներ են հղում։ Դրանք պրոտոկոլային չեն, հավատացումը։ Միակ իսկապես լուրջ նայեք, թե որ գերատեսչությունն ինչ է ասում, և հավատացեք, և ընթերցելիս հավատացրեք, և կտեսնեք, որ սիրվածել ենք, ընդունվածել ենք, մենք բոլորս ամենքս միասին, և մենք մեր երկրի տերն ենք, այլ ընտրանք չկա, Հայաստանի քաղաքացու երաշխիքը, ապագայի երաշխիքը ուսուցիչն է, ուսուցչի տրվածն է, ուսուցչի կողմից։ Ես ուզում եմ այս զգացողությունը լինի։ Վաղվա Երևանցի արտադրողը ներեցեք պարից, դուք եք ձեզնից այսօր ինչը պահանջեմ, երբ որ լիովին չենք կատարում, բայց ձեր բարոյականությունը, ձեր զսպվածությունը, ձեր ճշգրտությունը և ձեր հասկանալը, գիտակցելը երկրիջակ մյուս խնդիրներ երբեք չի դարձնում այնպիսի տգետ պահանջատեր, ինչպես հաճախ տեսնում ենք այս կամ այն հարթակներից, այս կամ այն փողոցային ելույթներում, այս կամ այն պլակատը դրած դրսևորումներում, փոխարենը ձեր սենյակներում, ձեր դասարաններում անում եք այն, ինչի կոչված եք, միտված եք, որի համար հայտնում եմ շնորհակալություն և ասում բարի երբ, բարի ուսումնական բաժին։